Հարկ տիրոջը ժողովուրդ ջան։ Իրոք փառք, միշտ այդ փառքը ես չեմ անում օրը քանի անգամ պետք է ասենք մեր տիրոջը փառք։ Այդ լավ հնարավորության համար, այդ գեղեցիկ, այդ երգը, այդ սիրո երգը, Աստծո որ մենք ասում ենք սիրում ենք ժողովուրդ ջան, այդ սերը ուրիշ սեր է, այդ սիրո մեջ կա ամեն տեսակ համոհոտ, քաղցրություն, օրհնություն, բժշկություն։ Բայց պետք է մենք կարողանանք վստահել, պետք է մենք Տիրոջ հետ լինենք, Տիրոջ մեջ լինենք, որ կարողանանք այդ սերը մեր մեջ լինի։ Ես սիրո մասին չեմ կարողում, ուղղակի այնքան լավ երգ է, որ անպայման պետք է ասեի։ Ես ուզում եմ այսօր այդ խոսքը, որ պատրաստել եմ, վստահելու մասին է ժողովուրդ ջան։ Ինչքան կարևոր է, որ մենք կարողանանք վստահենք Տիրոջը ամբողջությամբ, ոչ թե կիսատ պռատ։ Այսօր մենք եկեղեցին են գալի, ամեն ինչ Տիրոջ մեջ, ամեն ինչով ասենք գալիս ենք, ասում ենք օրհնում ենք, բայց տեղը գալիս է, ինչ-որտեղ կարող է միտեղ աղոթես, կարող է միտեղ մի հատ ինչ-որ խոսք խոսած, կիսվես մեկի հետ, ասենք պահի տակ կարող է ինչ մտքեր, այսինքն քո մտքերը դու բերես մեդան ու հասկանաս ոնց որ չի ստացվի կամ այդ ձև, ասենք դու ոնց որ դու Աստծուն չկարանաս վստահես այդ պահին, բայց երբ որ վստահում ես Տիրոջը, դու գիտես որ ամեն հարց ինքը կարա լուծի։ Ես այդ խոսքը պատրաստելուց ես մի բան վերցրեցի, որ նայես Հիսուսին, քո մոտ ամեն ինչ կստացվի։ Ուղղակի պետք է նայես Հիսուսին։ Ամեն։ Դες մի երկու հատ օրինակ եմ ուզում վերեմ, հետո տեղեր կկարդանք, որ ավելի պարզ լինի։ Ես չեմ ամ, զալում տե մարդիկ կան, որ ասենք կենթանիներ սիրում են խոսքի կատու, շուն։ Աստված օրհնի, ես ինչի համար եմ ասում ժողովուրդ ջան, եթե մարդիկ իրոք կենթանիներ ունեն, եթե գնում են փողով առնում են, ընդհանրապես փոքր տարիքից են առնում, ես այդ ձև եմ հասկանում։ Ասենք նոր ծնված, նոր որ սկսում է քայլել, ինչի համար, որ բերեն իրանք այս կենթանին, որ իրանց հետ սովորի, իրանց հետևից քայլի, իրանց կարողանա վստահի, չէ՞, ասենք այդ Տերը խնամում է, կերակրում է, լողացնում է, լվացում է, մանավանդ թե Եվրոպայում շատ լավ կոմֆորտ նայում են կենթանիներին, Աստված օրհնի այդ մարդկանց էլ, ինչի համար եմ ասում ժողովուրդ ջան, այդ կենթանին արդեն փոքր այդ տարիքից սովորում է այդ մարդուն, ու ինչ է լինի, ոնց որ կարող է 3-4 հոգի լինեն իր հետևից է գնալու, իրան է վստահելու, որովհետև ինքը գիտի իրան այդ տվյալ մարդն է, իր կողքը, իր հետ կանգնած, իր տեր կանգնող է, ձև ասեմ։ Նույնն մենք փոքր տարիքում մենք գիտենք, որ փոքր տարիքում մենք էլ 5-6 տարեկանում մեր ձեռքից մեր ծնողներն են բռնել, տարել են այս կողմ դպրոց, դասարան, մանկապարտեզ, որտեղ փոքր ենք եղել, մենք այդ ժամանակ մեր ծնողներին ենք վստահել, մենք տեսել ենք, որ մեր պապան խոսքի ամեն ինչով կարա մեզ պաշտպանի, չէ, որ ասենք միտեղ էլ մեզ որ նեղացնել, մենք գիտենք մեր պապային պետք է ասենք։ Հիմա մեծացել ենք փառք Տիրոջը, հասկացանք, որ կա ավելի վստահելի մեկը, որ մեզ ամբողջ մեր կյանքում, մեր ապրած կյանքում, իջե մեր մեռնելը ինքը խոսք է տալի, ասում է, որ ձեր հետ եմ ելնելու։ Այսինքն, մնում է, որ մենք մենակ վստահ ենք, ես այդ թեման այսօր էտա ես պետք է հայ էտի ասեմ շուտ, մնում է, որ վստահ ենք, ու որ ասում է, միջև ձեր կյանքի վերջ, ես այդ ձև եմ հասկանում, որ օրը 24 ժամ ինքը քո կողքին առնելու։ Այսինքն, ինչ որ քո հետ կատարում է քո կյանքում, ուր որ գնում ես, որտեղ որ ընկար, որտեղ սայթակեցիր, ինքը քո կողքին առնելու, ինքը անելու է քեզ։ Սաղմոսների մեջ Դավիթը ինչ է ասում, ասում է Տեր ասում է, դու իմ քնելը, հելնելը, ասում է, դու ամեն ինչ տեսնում ես։ Այսինքն մենք այնց ապահով ձեռքերի մեջ ենք, ժողովուրդ ջան։ Ուղղակի տես ես նոր սիրո մասին էի երգում։ Դե այդ ամեն ինչի մեջ դու ոնց որ ինչ որտեղ մենք էլ պետք է ճանապարհ անցնենք։ Տես Աստված մեզ առաջարկում է, որ կյանք կամ մահ։ Ասում է, որն եք ուզում, որն եք ընդունում, կամ նեղ ճանապարհը, լայն ճանապարհը, մենք այսօր ընտրել ենք նեղ ճանապարհը, կյանքը, որ գիտենք տանում է դրախտ։ Բայց մենք լավ հասկանում ենք, ու Աստված նես չի որ ասում, որ այդ նեղ ճանապարհը ընտրեցիր, լրիվ ապահով գնալու ես, ինչի ասում նեղ։ Դե շատ անելու, որ ընկնենք, հելնենք, բայց կարողանանք վստահենք Տիրոջը, միջև վերջ դու վստահի Տիրոջը, կտեսնես որ կհասցնի այդ նպատակակետը, ուր որ պետք է տանի քեզ։ Ես մի երկու հատ օրինակ եմ եկալ գրքից, հետո մենք տեղեր կկարդանք, տեսեք։
Պետրոսը, որ նավակի մեջ նստած աշակերտների հետ են, տեսնում է ջրի վրայով մեկը քայլում է, չեն իմանում մութ ալնում։ Այդ պահին վախենում են, իրանք թվում է իրանք աչքին է երևում։ Հիսուսը տեսնում է, որ վախեցան, ասում է՝ մի վախեցեք, մի զարհուրեք, ես եմ։ Ու Պետրոսը առիթը չի կորցնում։ Ես մտածում եմ, որ ես էլ Պետրոսի տեղն եմ, երևի այդ նույն բանը ես էլ կուզենայի, բայց նես չէ որ կեսից ասենք իմ մտքերը բերեի մեջան, ասենք հավատքս sense կիսատ մնար, չկարանայի միջև վերջ գնայի։ Ինչ անում Պետրոսը, որ Տեր ասում է կարաս քայլես, արի, սկսում է քայլել, չէ՞։ 1, 2, 3 քայլ ինչքան անում է, ստացվում է, լավ էլ ստացվում է։ Մեկ էլ պահի տակ Պետրոսը ոնց որ մտածում է, լավ, ես Պետրոսն եմ, տեսնում է ջուր, ալիքներ, քամի, ոնց կլինի, մենք այդ ձև ենք հասկանում, չէ՞, որ ասենք, որ երկմտում է։ Այդ ալիքները բանը տեսնելուց ասում է, ոնց կարա այդ ձև։ Նու, մոտորապես այդ ձև է գալի, որ ինքը սկսում է կասկածել ու սկսում է սուզվել։ Այդ ժամանակ Հիսուսին է կանչում օգնության, Հիսուսը հանում է, ասում է՝ թերահավատ, երկմտեցիր։ Ես դրա վրա մի հատ էլ օրինակ իմ վրա ուզում եմ ասեմ, այսօր այդ մենք ստեղ լսեցինք փառաբանությունը, երկրպագությունը ինչքան գեղեցիկ է ժողովուրդ ջան։ Մենք ոնց որ մնացած բոլորս ամեն կիրակի գալիս ենք եկեղեցի ստեղ, այնտեղ Գենտում, ուրբաթ օրերն էլ ես փորձում եմ որ միշտ լինեմ, ինչի համար, որտեղ այդ օրը ավելի ազատ երկրպագում ես Տիրոջը, Տիրոջ ներկայության մեջ, կիրակի օրերը ծառայության բան որոնում ես, ոնց որ չկարանաս այդ ձև վայելես այդ լավ այդ փառաբանությունը, երկրպագությունը։ Իմ հետ շուտ ըլնում է այտենց մականային ցավեր, մեջքի հետ կապված ժողովուրդ ջան։ Ես գալիս եմ Տիրոջ մեջ, ներկայության մեջ ալնում, ասենք երկրպագություն, որ ազատ քո համար, քո աչքերը փակած, ասենք դու Տիրոջ հետ ոնց որ քո մտքերի մեջ, ասենք Աստծո հետ դու խոսում ես, աղոթք ես անում, ինչ որտեղ կարող է արցունքներ լինի, կարող է ապրումներ լինի, կարող է այդպես պահի տակ դու ներողություն խնդրես ինչ որ մի բանի համար, այդ ամեն ինչը դու ոնց որ թողնում ես ամեն ինչ քո հետ ինչ որ կատարվել է, ասենք կամ քո հետ ինչ որ կա ցավ, չեմ անում, ինչ որ խնդրեմ կամ տան մեջ նեղություն բան, թողնում ես ոնց որ դու ու քո Աստվածը, քո Հիսուսը։ Սա անցնում է, մոռանում է, ես այսօր առօրյանից Աստծո տան մեջ եմ եղել, այնտեղ էլ, ստեղ էլ այսօր ես ոչ մի բան չեմ զգում, բայց չեմ էլ ուզում ասեմ, որ ուր է իմ ցավը, մանգամ։ Հասկանում եք, ես ինչի համար եմ դա ասում, ժողովուրդ ջան, որովհետև տես, որ դու քո հայացքը Աստված է, Հիսուս է, դու որ Տիրոջ մեջ ես, դու Տիրոջ խոսքի մեջ ես, դու այդ ամեն ինչը քո մոտից նենց է անցնում, դու չես էլ զգում այդ ամեն ինչը գեղեցիկ Աստված սարքում է այդ ամեն ինչը։ Որովհետև դու վստահում ես Տիրոջը, դու նայում ես Հիսուսին։ Այդ ամեն ինչը Աստված այդ գեղեցիկ ձևով անում է ժողովուրդ ջան, բայց հետո ասենք հիմա ես ծառայությունից հետո վերջացավ, գնամ տուն, բան ասենք մի քիչ անցնի կարող նստեմ, չեմ անում։ Ինչ որ միտեղ նստենք, խոսանք, բան անենք, տունը ասենք հեռուստացույցի մոտ կամ որտեղ, ուզում ասեմ այդ ամեն ինչը ոնց որ այդ ներկայության մեջ դու մոռանում ես ամեն ինչ, բայց գնացիր արդեն նորից քո մարդկային ձևով ասենք տունը, ընտանիք խոսալը կամ մեկը մի հատ կարող է ես ինչ բան ասի, տես բան եղել, նենց եղել։ Եկել պահի տակ sense մայս գալի ոնց որ քո այդ ցավը կա թե չէ անցել է։ Եկել զգում ես նորից եկավ, ոնց որ նորից կանչես այդ քո պրոբլեմը։ Ես ուզում եմ ասեմ, որ եթե դու վստահել ես Տիրոջը, տվել ես Հիսուսին, մոռացի, եթե անցել է, մի փորձի, ստուգի, տես հələ տեղում է, թե տեղում չի։ Այդ է իմ ասածը։ Ես մեկ էլ մի հատ օրինակ ուզում ասեմ Հիսուսը որ կերակրում է 5000 հոգու, այդ 4 ավետարանի մեջ էլ կա այդ տեղը գրած, բայց ես վերցրել եմ Հովհաննեսի մեջ 6:5-ն կարդամ, որովհետև այս մի անգամից Ֆիլիպոսի հետ որ խոսում է։ Այն մնացած տեղերը մի անգամից ասում որ Հիսուսը որ Աստծուն Տիրոջը խնդրում է այդ հացը որ բազմացնում են, բայց այդտեղ հենց Ֆիլիպոսին ասում է որպես գրագետ Ֆիլիպոսին կանչում է ու փորձելու համար է դա ասում, որովհետև Ֆիլիպոսին գիտի ինչ պետք է պատասխանի, ասում է Ֆիլիպոս ինչ անենք որ այդ ժողովրդին կերակրենք, Ֆիլիպոսը մտածում է, հաշվարկ անում, ինչքան ժողովուրդ է, ինչքան փող է պետք, իր մտքերով դրած հաշվարկներ անում ժողովուրդ ջան։ Ու գալիս է 2-3 րոպե հետո գալիս կանգնում է Հիսուսի դեմը ամենակարող Աստծո դիմաց
Հիսուսի դիմաց, որ ամեն ինչ Հիսուսով, ամեն ինչ ինքը որպես Աստված կարա ամեն ինչ անի, կանգնում է Հիսուսի դիմաց, ասում է հնարավոր չի ոչ մի բան։ Պատկերացնում եք, մենք հիմա միշտ Սուրբ Հոգով մենք հավատում ենք, որ մեր մեջ Սուրբ Հոգին է, Հիսուսն է, մենք այդ ձևով հավատում ենք, բայց ինքը դեմ առ դեմ կանգնած, որ իրանց կյանքում ինչքան հրաշքները, ինչքան տես բժշկություն արել Հիսուսը, ինքը տեսել են, իրանք տեսել են, ինքն էլ, Պետրոսն էլ տեսել են, բայց այդքանից հետո կանգնած դեմ ասում է հնարավոր չի։ Իրանից հետո Անդրեասն է գալի։ Գալիս ասում է մի հատ փոքր երեխայի մոտ կա 2 հատ ձուկ, 5 հատ հաց։ Բայց ես գիտեմ, որ դա հերիք չի ասում, այդ էլա քիչ։ Բայց ինքը չի ասում, որ ոչ մի ձևի հնարավորություն չկա, ինքը նայում է Հիսուսին, ժողովուրդ։ Ես մտածում որ ինքը նայում է Հիսուսին, ուզում է ասի, որ մենք այդ է հնարավորությունը, բայց որ դու ստեղ ես, մենք հավատում ենք, որ դու ես եղանակ փոխողը, դու ես ամեն վիճակը փոխողը։ Այսինքն ինչ որտեղ երևի վստահում է Անդրեասը, չէ՞։ Հիսուսն էլ այդ եղածը բարձրացնում է, խնդրում ասում է շնորհակալ ենք այդ եղածի համար, այդ ինչ որ տվել ես, ինչ որ ունենք, ու Աստված դա բազմացնում է։ Ժողովուրդ ջան, այսօր այդ մի փոքրի համար, եթե դու գողանում ես, իրոք Աստված այդ փոքրը, եթե դու գնահատում ես, գողանում ես, Աստված ավելացնելու է։ Թեկուզ բժշկական հարցեր ունես, որ ասենք քո մոտ այդ շատ քիչ այդ բժշկական, ասենք քո առողջությունը, այդ դրա համար էլ ասում եմ, եթե գողացար, Աստված ավելին կտա, ավելի կբժշկի քեզ։ Ուզում եմ ասել, որ ամենտեղ, եթե մենք գողացող սիրտ ունենանք, Աստված այդ ամեն ինչը կհոգա, կտանի։ Հիմա, եթե ուզում ենք, որ իրոք վստահել ամբողջության Աստծուն, ժողովուրդ ջան, ինչա պետք առաջի մեր քայլերը որ անենք։ Մենք բոլորս լավ գիտենք, որ եկել ենք եկեղեցի, ոնց ենք մենք մոտիկացել Աստծուն, ոնց ենք մենք ճանաչել, ոնց ենք հասկանում, որ այդ հրաշքները ամեն ինչ Աստված է տալի, այդ մեր օրհնությունները Աստծուց է։ Առաջի մեր քայլերից մեկը որն է ամենակարևոր, որ մենք գանք Տիրոջը ընդունենք որպես մեզ Տեր եւ Փրկիչ, մեր անկեղծ, մեր այդ իսկականից անկեղծ այդ ապաշխարությունը, որ անենք Տիրոջ մոտ, իրոք ասենք, որ Տեր ջան, այսօրվանից դու մեր կյանքը տալիս են քեզ, դու ոնց ուզում ես ղեկավարի, դու առաջնորդի, դու արա ինչ որ ուզում ես։ Այդ ամբողջության, որ դու տալիս ես իրան, Հռոմեացիների 12-1-2-ն է կարծեմ գրած, որ ասում է, դու ամբողջությամբ քեզ զոհաբերում ես Տիրոջը։ Ասում է, հանձնվում ես Տիրոջ առաջ, ասում է, մեկ էլ երկրորդ խոսքը, որ մենք այնտեղ ասում է, որ չնմանվենք այդ աշխարհի կերպարանքին, իրանց չնմանվենք, այդ ժամանակ մենք արդեն կհասկանանք Տիրոջ կյանքը, գիտենք ինչ կանի, ասում ամբողջությամբ, որ մենք հանձնվենք, զոհաբերենք մեր կյանքը Տիրոջը։ Այդ զոհաբերել, հանձնվելը ես այդ ձև եմ հասկանում, որ այդ հին մեր կյանքից ամբողջությունը, որ մենք թողնենք, կարանանք թողնենք, բայց մենք գիտենք, որ դա չի լինում, չի ստացվում, ոնց էլ անես ինչ որ բաներ կա, տնից մնացած։ Դրա համար մեր մոտ շատ անգամ գալիս է այդ կասկածները, այդ մեր հավատքի թերհավատությունը, հասկանում եք, բայց Աստված ասում է ամբողջությամբ որ անենք, մենք կհասկանանք Տիրոջ կյանքը, ինչ է ուզում Աստված։ Հիմա ոնց անենք, որ մենք մնանք Տիրոջ մեջ։ Առաջ տեղ ուզում եմ կարդալ Հովհաննես 15:5-7, մենք լավ գիտենք այդ տեղերը, ժողովուրդ ջան։ Ես եմ որդատունգը, իսկ դուք ճյուղերը, ով ինձ հետ է միավորվում, այդ միավորվել բառը լավ հիշեք, իսկ ես նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկը ինձ հետ չի միավորվում, նրա որդաճյուղի պես կնետեն եւ կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը գցեն եւ կայրվի։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնա, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի, ժողովուրդ ջան։ Ինչքան կարևոր է, ասում եմ, միավորվենք։ Միավորվել դա ոնց ենք հասկանում, ժողովուրդ ջան, որ Աստծո մեջ մնանք։ Փառք Աստծո, այսօր մենք եկել ենք, բայց ինչքանով ենք միավորվել, ինչքանով ենք մենք Աստծուն մեզ նվիրել, ինչքանով ենք մենք Աստծուն տվել մեր կյանքը։ Միավորվել ես այդ ձև եմ հասկանում, որ մենք եկել ենք դրսից, աշխարհից, չէ՞։ Մենք աշխարհից եկած ոնց որ վայրից ծառը անտառից բերես մի հատ ճյուղ,
պատվաստեց պտղատու ծառին։ Այդ պտղատու ծառից արդեն այդ վայրի ճյուղը որ կծրած դրա վրա էլ արդեն այդ պտուղը գալու, չէ՞։ Ես պտղատու ծառը մտածում եմ ոնց որ Հիսուսը մենք պատվաստում ենք Հիսուսին։ Մենք ոնց որ մենք մնում ենք Աստծու մեջ, այդ ժամանակ մեր մեջ էլ կար այդ պտուղը, արդեն մենք էլ կարող ենք տալ այդ պտուղը, արդեն կարանք իրոք հաստատ վստահենք, որ տեսնենք, որ արդեն այդ ձև Աստված ամեն ինչ անում է։ Մեկ էլ որ գալիս ենք դրսից որ գալիս ենք անաստված կյանքից, Ժողովուրդ ջան, Աստված մեզ ամբողջության մաքրում է, սարքում է մաքուր անոթ մեջ, չէ՞։ Մենք գիտենք, որ Հիսուսն է աղբյուրը, կենդանի ջուրը, այդ մաքուր անոթով երբ որ միանում ենք Հիսուսին, մեր մեջից էլ է հոսում այդ մաքուր ջուրը, կենդանի ջուրը։ Այսինքն մենք կամաց նմանում ենք Հիսուսի բնավորությանը, մենք ուզում ենք, չէ՞ որ նմանենք Հիսուսի բնավորությանը, որ մենք էլ կարողանանք իսկականից պտուղ տանք։ Ուղղակի նես չասենք հավատացյալ ենք կամ հոգևոր ենք, այդ ամեն ինչը արդեն դու պետք է քո այդ Հիսուսի բնավորությունից արդեն քո մեջ էլ գա, եթե դու միավորվել ես Հիսուսին։ Մյուս տեղը, որ ուզում եմ կարդալ, Հովհաննես 10:24-25-ը, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ Մեր անձը, դա մեր եսը, մեր հպարտությունը, մեր գոռոզությունը, ես չեմ մեր այդ հնից եկած այդ սովորությունները, այդ ամեն ինչ ասում եմ միջև չմեռնի, ցորենի հատիկ ասում եմ, նայեք, ընկավ հողի մեջ, պետք է մեռնի որ պտուղ տա, չէ՞։ Էլի տենց կարծեմ այդ ձևը բանջարեղեն կա, կարտոշկինա թե ինչն է, որ պետք է հողի մեջ մեռնի, որ կողքից կարողանա պտուղներ տա, չէ՞։ Իսկ թվում է մենք շատ անգամ գալիս ենք, ոնց որ չընկնենք հողի մեջ, չենք մեռնում այդ աշխարհի համար, դրա համար մեր մոտ այդ հավատքը տենց շատ անգամ չի ստացվում, Ժողովուրդ ջան, երբ որ իրոք դու մեռնենք, մենք մեռնենք այդ աշխարհի համար, այդ աշխարհի այն հաճույքները, որ իրոք հաճելի չի, ասուն էդի հաճելի չի, որ իրանք են ասում այդ հաճույքները, մենք իրականում մենք էլ կարանք պտուղ տալ ցորենի հատիկի նման։ Ես այդ տեղերը որ կարդացի, ինչ հասկացա, ես մի քանի տարիներ առաջ ես շուտ գնում էի Հայաստան, այնտեղ ատամի համար գնում էի այնտեղ ատամները սարքելու։ Այնտեղ մի հատ ընտանիք կար, իրանց հետ շատ էի խոսում Աստծո խոսք, մանավանդ իրանք բաժանված ընտանիք էր, երեխեք ունեին։ Իմ համար այնքան ծանր իրանց վիճակը, այդ երեխեքը լավ ընտանիքները բաժանված են։ Ինչ հասկացա Ժողովուրդ ջան, այսօր ինչի համար ասենք, եթե ընտանիքում ասենք մի հատ տենց հոգևոր մարդ է գալի, մեկը ասենք գալի խոսում Աստծո խոսք ավետարանում կամ ինչ-որ մի բան Աստծո խոսում է, այդ ընտանիքում ասում է, գիտեք ինչ, եկեղեցին այնքան լավ, այնտեղ օրհնություն կա, եկեք փոխվի ամեն ինչ։ Այդ ժամանակ եթե ընտրություն են անում, մենք գիտենք, ես հայ ընտանիքների մասին եմ ասում, հիմնականում ասենք կանայք են առաջին ընտրություն անում, ասում են կգանք, ամուսինն էլ ասում կգան, բայց ամուսինը հա այդ թեմայից փախնում է, շատ է փախնում, հա ասում է կգա միս անգամ է գիտենք տարիներ տևում է։ Իսկ կանայք ինչի համար են գալի Ժողովուրդ ջան, իրոք իրանք նույնիսկ եթե Աստծուն էլ չեն ճանաչում, նույնիսկ Աստծուն էլ չեն վստահում, բայց միշտ մտածում են, որ ինչ է լինի, այս կյանքից մի 1000 անգամ լավը կլինի։ Հոգևոր կյանքը, դե ինչի համար տղամարդիկ չեն գալի Ժողովուրդ ջան, ես էդ էլ ուզում եմ երկու բանով կիսվեմ։ Ես ականահայտ եմ եղել, ասենք այդ բանը ես տեսել եմ, նկատել եմ, ես դրա համար ուզում եմ կիսվեմ։ Ասենք շատ տղամարդիկ կան Հայաստանում, որ մտածում են, լավ, գնամ դառնամ հոգևոր, հավատացյալ, եկեղեցի գնամ, իմ ընկերությունը ինչ կասի, շրջապատի մարդիկ շատերը իմ վրա կխնդան, ինձ կասեն, ձեր կառնեն, այդ կանեն, իրանց մեծ այդ գոռոզությունը այնքան շատ է, որ չեն այդ մարդկանց հետ որ տենց շփում խոսում է, մտածում ես իրանց համար երևի ընտանիքը երկրորդական է, քանց թե իրանց ընկերությունը, իրանց ընկերության համար հատուկ իրանք տես տեղեր կարող է չգնան։ Ու ես տեսել եմ այդ խոսակցություն, լսել եմ մանավանդ ծնողները, որ ասում են կինը ոնց հեղափոխեց, ոնց արկեց հավատացյալ իմ տղան, գոնե գնալուց գնալ ունես մի հատ
եկեղեցի ոնց որ առաքելական կամ ես իմիջ այդ ինչ տեղ են գնում, այդ մեր եկեղեցին դու գիտեք ինչ են ասում, այտենց մի հատ բառ կա որ ասում են սեկտեր աղանդավոր առանց հասկանալու, առանց ճանաչելու ժողովուրդ ջան, եթե իմանան այդ մարդիկ, եթե հասկանան որ իրոք այդ եկեղեցում ամենամեծ օրհնությունը, փրկությունը, տես տեղեր են գալի փրկվում են, երևի ծնողները տես չասեն։ Ու ինչ են ասում ամենավատ բանը որ ասում են, ասում մեր տղեն որ դարձավ հավատացյալ, մենք խայտարակ կլինենք, մեր բարեկամների մոտ ոնց կասենք, ոնց կմտածեն այդ մարդիկ, ու չեն մտածում որ այդ բանը որ ասում են, ախր ոնց ասեմ որ ավելի պարզ լինի, տեսեք, այդ մարդիկ ապրում են աշխարհի կյանքում, գնում են խնջույքների, հարսանիք, այս տարբեր տեղերում, այնտեղ խմիչքին լավ էլ ազատ իրանց թույլ են տալի, ինչքան հնարավոր է խմում են, այդ նույն այդ ծնողները որ ասում են այդ մարդու մասին, իր տղայի մասին, այդ տղան կարող անես մի հատ վիճակի լինի, այդ հարբած վիճակ, որ ասենք մի կողմից իր կինը թևը մտի, մյուս կողմից իր ծնողը բերեն մի կերպ տուն հասցնեն, այդ մարդկանց մեջ որ այդ ձև խայտարակ անում, այդ դրա մասին հեչ չեն մտածում, չեն ասում որ այդ է խայտարակությունը, բայց որ գա ասում ճանաչի, ընդունի, փրկություն ունենա, դա ամաչում են։ Հասկանում եք, այդ ինչ մի հատ հետա մնաց ասին մտածելակերպ, այդ մարդիկ ի ձև են մտածում։ Ես ուզում եմ մի քիչ էլ խոսել հերոսների մասին, ուղղակի ժամանակը որ քիչ է, ես չեմ կարդա այդ տեղերը, ուղղակի մի մոտորապես ասեմ Մովսեսի մասին եմ ուզում խոսել, Հովսեփի մասին էլ։ Տեսեք, Ելիցի 16:2-4-ը, որ իրականում Մովսեսը ինչքան հավատարիմ, ինչքան խոնարհ ծառա է ասում, որ ինքը միջև վերջ ասում մեջ մնում է ու ոչ մի անգամ չի կասկածում որ Աստված իրան ինչ է լինի օրհնելու է, միջև վերջ ինքը խոնարհ ոնց որ հեզ ծառա մնում է։ Ես այդ տեղը որ ես կարդացի Ելիս 16:2-4-ը, տեսեք, որ գալիս են, մի խոսքով ես կարճ ասեմ, որ գալիս են Ելիս 16:2-4-ը։ Դա մի փոքր ես ասեմ, Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը անապատում տրտնջաց Մովսեսի եւ Ահարոնի դեմ։ Իսրայելի որդիները ասացին նրանց. Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինենք Եգիպտոսի երկրում, երբ մսի կաթսաների մոտ նստած էինք եւ կուշտ հաց էինք ուտում։ Ժողովուրդ ջան, լավ, այսքանով ես բացատրեմ, ասեմ ինչի մասին ես այդ ձև հասկացա, տեսեք, Իսրայելի ժողովուրդը միշտ եկել են բողոքել են Մովսեսի մոտ, ինչ մի հատ փոքր ինչ եղել է, բայց Աստված իրանց նես չի որ սովածա թողել, ասում է, ոնց որ էլի իրանց հինը հիշեն, իրանց հինը չեն թողում, ասում ավելի լավ է մենք այնտեղ այդ մսի կաթսաների մոտ ոնց որ լավ ուտենք, այնտեղ ամեն ինչով ճոխ ձևով ուտենք, այնտեղ մեռնենք, հենց թե գանք այնտեղ անապատում սովամահ լինենք, բայց Աստված վերջի տողը տեսեք ինչ ասում։ Նես չի որ իրանց սովածա թողում։ Եվ Տերն ասաց Մովսեսին, ահա ես երկնքից հաց պիտի տեղացնեմ ձեզ համար, թող ժողովուրդը վեր կենա եւ օրվա համար պետք եղածը հավաքի նույն օրը, որպեսզի փորձեմ նրանց, թե իմ օրենքի համաձայն պիտի գնան, թե ոչ։ Այսինքն Աստված էլի այդ ամեն ինչը տալիս է, բայց ուզում է տեսնել, էլի իրանց ասածով են ուզում անեն, թե Տիրոջ օրենքով են ուզում անեն, հասկանում եք, միշտ այն կապրիզն երեխեքի նման, ամեն անգամ մի ինչ-որ մի բան, մի ստից բան գալիս են Մովսեսին, էսի են չի, ինչի։ Այդ Մովսեսի մասին այդ անապատում, որ տեղերը կարդում ես, մտածում ես, դες ինչքան ինքը օրհնված մարդ, որ ոչ մի անգամ ինքը չի այդ բանից նեղվում, օրը քանի անգամ ինքը գնում է Տիրոջ հետ հանդիպում է։ Այն մյուս տեղը, որ ես ուզում եմ կարդամ, դա շատ հետաքրքիր է, ժողովուրդ ջան, որ իր քույրն ու եղբայրը իր հանդեպ ինչ են անում, ինքը էլի տենց հավատարիմ մնում է։ Թվոց 12:1-11-ը Մարիամն ու Ահարոնը, մենք գիտենք Մարիամն ու Ահարոնը Մովսեսի փոքր քույր եղբայրն են, Մովսեսի դեմ նրան առած եթոպացի կնոջ պատճառով Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ նրա առած եթոպացի կնոջ պատճառով, որովհետև նա եթոպացի կին էր, ուզում են ասեն, որ յանի ճիշտ մարդու չի իր հետ չի ամուսնացել, բայց պատճառը չի։
Նրանք ասացին, միթե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց, չէ որ նա մեր միջոցով էլ է խոսում։ Ժողովուրդ ջան, տեսեք, իր մեծ աղբերն է Մովսեսը, իր գիտեն ինչքան օրհնված մարդ է, ինքը ինչքան Աստծո հետ միախմբված է, միավորված է, ինքը լրիվ Աստծո մարդ, խոնար մարդ, ստեղ էլի լավ տեղեր կա ուզում եմ ասեմ, ասում է, միթե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց, չէ որ նա մեր միջոցով էլ խոսեց։ Տերը լսեց այդ ամեն ինչը, մենք գիտենք, որ Աստված ամենուրեք ամեն ինչ տեսնում է, լսեց։ Ու Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր։ Ու շարունակությունը կարդում եք, Աստված այդ երեքին էր ասում է գաք այդ ինչ տեղը, ոնց որ ուզում է իրանց հետ խոսա։ Ինչ է ասում Աստված, ասում է Ժողովուրդ ջան, ինչ ասում, ասում է, երբ որ ասում է մարդ, այդտեղ որ ասում է մենակ իր հետ է խոսում, մեր հետ էլ է խոսում, բայց Աստված այդ ամեն ինչը լսեց, ասում է, երբ որ ես ասում է ձեր հետ խոսամ, ասում է, տեսեք ինչ ասում, այդ տեղը ասեմ լավ։ Եվ ասաց, հիմա լսեք իմ խոսքը, եթե ձեր մեջից մեկը մարգարե լինի, ես էդի Ահարոնին ու Մարիամին ասում եմ, ես Տերը տեսիլքի մեջ կհայտնվեմ նրան կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ, բայց իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ, նա իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է, ես նրա հետ խոսում եմ երես առ երես։ Ժողովուրդ ջան, հետի երես առ երես իրան դե շարունակություն ասում եմ, ես իր հետ երազով կամ ինչ-որ տեսիլքով չեմ խոսում, ասում եմ երես առ երես, դուք պատկերացնում եք ինչ օրհնված մարդ է Մովսեսը, չնայած այդ ամեն ինչի մեջով անցնում է, բայց ինքը միջև վերջ վստահում է Տիրոջը։ Մի փոքր էլ ես ուզում եմ այդ հավատարի մարդկանց մասին եմ ես ուղղակի ուզում ասեմ, որ այդ մարդիկ միջև վերջ իրանց կյանքը տվել են Աստծուն, նվիրված Աստծուն, իրանք գնացել են Աստծո հետևից, իրանք չեն մտածել ինչ նեղություններ ա, ինչ խնդիրներ ա, վստահելով Աստծուն, Աստված միջև վերջ հասցրել է նպատակին։ Հովսեփի մասին մի փոքր ասեմ, չեն կարդա, ուղղակի ասեմ, տեսեք, ինքը իր այդ խնդիրները որ սկսում է Աստծո խոսքի մեջ ասում է ինքը հաջողակ մարդ էր, բայց որ այդպես կարդում ես իր այդ պատմությունը, մտածում ես ասում ես դրա հաջողակը որն է։ Ընկնում մի փոսից ընկնում եմ հելնում եմ ընկնում եմ ես փոսը, սենց տանջանքների մեջով, չարչարանքների մեջով, բայց ինքը միշտ հավատում է որ Աստված իր հետ է, ու ինքն էլ միշտ վստահում է ասում։ Դրա համար էլ որտեղ ինքը մտնում է, որտեղ իրան տանում են, այնտեղից օրհնված հելնում է։ Չէ՞, 17 տարեկան ինքը երիտասարդ պատանի մի անգամից աղբերները իրաց նախանձությունից, ատելությունից որոշում են, որ այդ սա Աստծո պլանների մեջ է եղել, դա Աստվածը սա է ձեզ այնց է դասավորը, որ այդ ամեն ինչը, որ վերջում հասնի ինքը նպատակին, որ մարդիկ օրհնվեն։ Այդ ամեն ինչը այդ ցավով կանցներ, կընկները տեղ, բերդ կընկներ, այդ կնոջ հետ այդպես պատմության մեջ կընկներ, կամ ասենք այդ աղբերները այդ ամեն ինչը, տեսեք, աղբերները ուզում են սկզբից սպանեն, բայց ընդ մի աղբերներից մեկը Ռուբենը ասում է, չէ, ավելի լավ է գցենք փոսը թոմնա, ինչ որտեղ ինքը խղճով ալնում, բայց այդ էր Աստծո ծրագրի մեջ այդ ձե պետք է լիներ, որ ինքը պետք է հասներ այդ տոշկին, այդ տեղը, որ ասենք, որ մարդիկ իրոք իրանով օրհնվեն, չէ՞։ Հետո մանավանդ ասում են այդ բերդ որ գցում են, այդ բերդում ասում են որ հոտվածի տակ 2-3 տարի տային կամ 5 տարի, այնտեղ ասում են որ գցում են, այնտեղ մնում է միջև ցմա, միջև մահանա։ Բայց այնտեղ էլ Աստված իր հետ ալնում, Աստված իրան հանում, այնտեղ տեսնում որ այդ մարդը իրոք Աստծո մարդ է։ Իրոք հասկանում են, որ ինքը լուրջ մարդ է, վստահելի մարդ է, որ այդ մարդու միջոցով կարան իրանք էլ օրհնվեն, չէ՞։ Հետո վերջում էլ որ Փարավոնը երազը տեսնում է, այդտեղից այդ բերդից տես, սա ոնց սիրուն գեղեցիկ ձևով Աստված սարքում է, որ այդ բերդից ոնց է հելում Փարավոնի երազից։ Իսկ իր այն սկզբի երազը, որ ինքը տեսնում է իր աղբորը ծնողների որ պատմում է, մենք այդ երազը վերջում կատարում է, չէ՞ որ ինքը լնում է օրհնություն։ Առաջի երազը որ տեսնում է, որ եղբայրները պետք է իրան երկրպագեն, երկրորդ երազի մեջ ասում է, որ ամբողջ իր ընտանիքը, չէ՞, որ աստղերը 11 աստղեր լուսինը արևը իր ընտանիքի մասին ասում է, բոլորը պետք է գան խոնարհվեն։ Ու մենք վերջում ինչ ենք տեսնում, որ ես էդ էլ ասեմ, ավելացնեմ, որ ես միտեղ Ռիգայում լսեցի Հովսեփի մասին, որ ասում է Աստված իր այդ կյանքում, այդ իր այդ դժվարությունների մեջ վերջակետ չէր դնում։
ստորակետ է դնում, որտեղ իր ժամանակը հենց պետք է ինքը գնար, իրան պլանավորված ինքը պետք է հասներ այդ տեղը, որտեղ որ Աստված որոշել էր, որտեղ որ Աստված իրոք դրել էր, ու պետք է գնա հասնի տեղ։ Վերջում բոլորը իրոք գալի խոնարհում են իր ծնողները, որ ամբողջ Եգիպտոսում որ սով ալում, այդ փարավոնի երազը որ ինքը մեկնաբանում է, ինչ ասում, ասում է 7 տարի սով ալնելու, բայց ասում է միջև սովանելը 7 տարի առատ բերք առնելու։ Տեսեք Աստված ես էլ եմ ասում, ինչքան լավ ձևով այդ ամեն ինչը անում է, որովհետև ինքը ամբողջությամբ վստահում էր ասում, ինչ վիճակ է լնում էր, ինքն տալիս էր ասում։ Որ այդ ձև չլներ ինքը մի շուտ բանից ինքը վերջացել էր իր կյանքը։ Բայց Իրանով ինչքան մարդիկ օրհնվեցին, 7 տարի առատ բերք ալում, այդ ամբողջ Եգիպտոսում այդ ինչքան շտեմարաններ կա, ինչքան պայուսներ կա, սաղ ուտելիքով լցնում են, որ մարդիկ սաղ բոլոր տեղերը սով գալիս են իր մոտ, ինքն էլ ելնում արդեն քաղաքում Եգիպտոսում ոնց որ երկրորդ մարդը, ոնց որ վարչապետ, քաղաքապետ, ոնց կարելի է այդ ձև ու օրհնություն ալում բոլորի համար, ժողովուրդ ջան։ Ես այդ ինչի համար ասեցի, տեսեք, եթե մարդ իրոք վստահում ասում, այդ վստահելու համար ես էլ եմ ասում, պետք է դու մոտենաս ասում, պետք է դու իրոք ճանաչես որ կարանաս վստահել, եթե չես ճանաչում, ինչքան էլ ուզում ես ասել, ես հոգևոր եմ, հավատացյալ եմ, դու չես կարող առաջ գնաս, բայց երբ որ վստահում ես, դու իրոք քո կյանքը տալիս ես ասում, դու հասկանում ես, որ ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է, ինքը քեզ ուղեկցում է ամեն ինչով։ Արդեն դու հենց դրա համար էլ դու սկսես վստահել արդեն։ Առանց ճանաչելու մենք չենք կարող առաջ գնանք։ Միտեղ կգնանք էլի Պետրոսի նման կսուզվենք, կընկնենք։ Բայց երբ որ մենք ճանաչեցինք, երկրորդ օրինացի մեջ ես չեմ կարդա, տեղել որ կարդում ենք, ասում է երկրորդ օրինաց 28-ի 1-ը որ կարդում ենք, այդտեղ գրած է, ովքեր որ Տիրոջ ձայնը լսում են, անում են այնպես ոնց որ Աստված է ուզում, ժողովուրդ ջան, 1-ից մինչև 15-ը այնց օրհնություններ է գրած։ Այսինքն այն մարդը որ վստահում է Աստծուն, ով որ իրոք իր կյանքը տվել է Աստծուն, ինքը հաստատ Տիրոջ ձայնը պետք է լսի, որովհետև վերստին ծնված մարդը հնարավոր չի չլսի։ Ու ասում է մինչև 15-ը որ կարդում ենք, այդի ժամանակը քիչ է, ես չեմ ուզում։ Լավ, դուք եթե պետքա կարող եք կարդալ 28-ի 1-ից ասում է քո ընտանիքը, քո որովայնի պտուղը, կենդանիները ամբողջությամբ ինչ որ լինի մեկ Աստված խոսքա տալի որ օրհնելու է։ Բայց 15-ից հետո այնտեղ լրիվ այդ օրհնությունը փոխվում է անեսքի, ժողովուրդ ջան, ինչի համար, որովհետև ասում այն մարդը որ գալիս է, ես այդ ձև եմ մտածում, որ որպես Աստծո խոսքը իմանալով, լսելով, հասկանալով, որ Աստված այդ ամեն ինչ անում, բայց ինքը անում է իր մտքերով, այդ ամբողջ այդ օրհնությունը փոխվում է անեսքի։ Դրա համար ժողովուրդ ջան, վստահենք Տիրոջը միջև վերջ, ես գիտեմ մենք նես չի որ տենց ամեն ինչը հեշտ անցնում է մեր կյանքում, մենք բոլորս էլ լինում է հոգսեր, նեղություններ, դժվարություններ, հաղթահարելու համար պետք է կարողանանք վստահել, բայց միջև վստահելը դու պետք է ճանաչես Աստծուն, որ կարողանաս վստահել, եթե չես ճանաչում, չես կարող։ Իսկ եթե վստահել, որ կարողանանք ճանաչենք, ժողովուրդ ջան, իրոք մեր անկեղծ այդ ապաշխարությունը այնքան կարևոր է, որ իրոք որ Աստված էլ տեսնի, որ դու իրոք ոնց որ Մովսեսն է, ոնց որ Հովսեփն է, ոնց որ Դավիթն է, Դավիթի հետ ինչքան նեղություններ, խնդիրներ եղավ, 2 տարի Սավուլը ընկած հետևից ուզում էր իրան վերացնել, բայց ինքն էլ այնքան օրհնված, օծված մարդ էր, ասում է, ես Աստծո օծյալին ձեռ չեմ բարձրացնի, Աստված այդ թողնում է Աստծո վրա, Աստված արդեն գիտի ոնց կանի։ Ոնց որ Մովսեսի հետ եղավ, ոնց որ Հովսեփի հետ եղավ։ Ժողովուրդ ջան, այդքան է ես պատրաստ ես կուզենայի որ մի հատ էլ աղոթենք, իրոք ամենակարևորը որ իրոք մենք միշտ մնանք Աստծո մեջ, որ կարողանանք օրհնվենք ամեն տեղ, ժողովուրդ ջան, այդ օրհնությունը մենակ Աստծուց է։ Աղոթենք երևի։ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզանից ամեն ինչի համար Տեր ջան, փառք ենք տալի քեզ, երկրպագում ենք քեզ Տեր ջան։ Շնորհակալ եմ այսօրվա համար, այդ խոսքի համար Տեր ջան, ինչ որ դրեցիր մեր մեջ, իմ սրտի մեջ Տեր ջան, որ ես կիսվեցի, խոսացի Տեր ջան, ես հավատում եմ, որ դու ստեղ ներկա ես ու հիմա էլ ներկա ես Տեր ջան, ու տեսնում ես բոլորի
սրտերը, բոլորի կյանքը Տեջան, դու գիտես ում մոտ դες թերահավատ պահ կա կամ ասենք կասկածներ կա Տեջան։ Մենք գիտենք, որ դու ես մեր բժշկողը, դու ես մեր Տերը, մեր Փրկիչը, դու ես մեր ստեղծողը Տեջան, դու ես խաղաղություն տվողը, ուրախություն տվողը, անսահման սերը քո մեջ է Տեջան։ Ես խնդրում եմ քեզ Տեջան, որ բոլորիս էլ դու բժշկես Տեջան։ Ու նենց անես, որ իրոք մենք էլ կարողանանք ճիշտ ձևով ամեն անգամ վստահենք քեզ Տեջան։ Ինչ նեղություն, դժվարություն որ լի մենք նայենք քեզ Հիսուս, որովհետև գիտենք մենակ քեզանով է ճանապարհը, մենակ քեզանով է ուրախությունը Տեջան։ Օրհնի բոլորին Տեջան, ես սրտանց խնդրում եմ քեզ Տեջան, բոլոր իմ քույրերին, եղբայրներին, ովքեր որ նեղության մեջ են, ովքեր որ դժվարության մեջ են, ովքեր որ կանգնած են խաշմիրուկում չեն իմանում, որտեղ գնան ճիշտ կլինի։ Դու ցույց տուր այդ ճանապարհը Տեջան, որովհետև դու ամենակարող Աստվածն ես Տեջան, որ ոչ մի անգամ մեր մեջ այդ կասկածը չկա Տեջան, մեր մարդկային մտքերը դնենք մի կողմ։ Եթե ոնց որ ցորենի հատիկն ես ասում, ընկնի հողի մեջ մեռնի, մենք էլ այս աշխարհի համար մեռնենք, որ կարողանանք պտուղ բերենք Տեջան, որ իրոք քո հետ միավորվենք Տեջան, որ իրոք իսկականից ճիշտ կյանքով ապրենք Տեջան, որ մենք ցույց տանք հոգևորենք, բայց մեր կյանքը լրիվ նմանալի փարիսեցիների նման Տեջան։ Օրհնի բոլորին Հիսուսի անունով եմ խնդրում Տեջան, փառք ենք տալի, երկրպագում ենք քեզ ամեն ինչի համար, ամեն։